Որտեղից է գալիս Ղարաբաղ անունը եւ ինչպես է ստուգաբանվում։ Որոշ գիտնականներ այսօր հերքում են այն կարծիքը, որ այս բառն ունի օտարահունչ, տվյալ դեպքում թուրքական ծագում եւ նշանակում է սև այգի։ Իսկ ինչ կարող է նշանակել, փորձենք հասկանալ։ Տեղանուններին անդրադառնալով պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կապված պատմաքաղաքական իրողությունների հետ դրանք մշտապես ենթարկվել են փոփոխության։ Բազմաթիվ են փաստերը, երբ տիրանալով մեր հայրենիքի այս կամ այն հատվածին, օտարները նոր տեղանուններ են ստեղծել հայկական անվան հիմքի վրա, կատարելով դրա հնչողության մոտ աղավաղում։ Օրինակ՝ Քարվաճար, Քյալբաջար, Գանձակ, Գյանջա, Պարտավ, Բարդա, Տավուշ, Թովուս, Բագի, Բաքի։ Առ այսօր մեզ հայտնի Ղարաբաղ տեղանվան գրավոր առաջին հիշատակությունը հանդիպում ենք 13-րդ դարի պարսիկ պատմագիր Համդալա Ղազվինիի մոտ։ Հաջորդ կարևոր հիշատակությունը եվրոպացի ճանապարհորդ Շիլբերգերի մոտ է։ Հին Հայաստանում Բագին են կոչվել աստվածներին նվիրված շինությունները։ Դրանով պայմանավորված պատմական Հայաստանի ողջ տարածքով սփռված են բազմաթիվ տեղանուններ Բագին արմատով, ինչպես օրինակ Բագավան, Բագարան, Բագնայր, Բագին, Բագինք եւ այլն։ Բագին բառը բացատրվում է նաև որպես հեթանոսական տաճարում դրված զոհասեղան։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ օտար աղբյուրներում, այդ թվում նաև ռուսական, ընդհուպ մինչև 20-րդ դարը Ղարաբաղ տեղանվան փոխարեն հանդիպում ենք միայն Կարաբաղ տարբերակին։ Նման օրինակները բազմաթիվ են։ Նույնը հանդիպում ենք նաև պարսկական աղբյուրներում, որտեղ մշտապես ներկայացվել է Կարաբաղի։ Օրինակ՝ Միրզա Ջամալ Ջևանշիր Կարաբաղի, Կարաբաղնամե եւ այլն։ Այսպիսով Ղարաբաղ տեղանունը ի սկզբանե գործածական է եղել հնդեվրոպական ծագում ունեցող Կարաբաղ ձևով, որը մյուս տեղանունների պես գործածվելու ընթացքում աղավաղվել եւ դարձել է Ղարաբաղ, ինչպես Բագին Բաքի, Քարվաճարը Քյալբաջար եւ այլն։ Ուրեմն Ղարան սևը չէ, այլ հնչյունափոխված կարակալան է, որը նշանակել է մեծ, իսկ բաղը ոչ թե այգին է, այլ բագ բառը, որը նշանակում է սուրբ։ Ուրեմն Ղարաբաղ նշանակում է մեծ սրբավայր, ոչ թե մեծ այգի կամ սև այգի։